Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով անցնող տարուն նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե գործարարների, թե կառավարության եւ թե ժողովրդի համար։ Նորություն չէ ոչ մեկիս համար, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած եւ այս դժվարությունները դեռ հաղթահարված չեն։ Այս լրացուցիչ դժվարություններն ամենայն հավանականությամբ մեզ դեռ կուղեկցեն նաեւ հաջորդ տարի։ Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին եւ որ առանձնապես հաճելի է էական աճ ունեցանք արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում։ Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է։ Հանրապետության ղեկավարը խոսել է նաև տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին, ընդգծելով, որ գործարար համայնքի հետ համագործակցությամբ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել ունենալ որակապես նոր տնտեսություն։ Անցնող տարին կարևոր էր բոլորիս համար։ Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները։ Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես անձամբ տեղյակ եմ եւ հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին։ Ես անկեղծորեն հավատում եմ ձեր ուժերին։